Արհեստական բանականությունն է ձևավորում նոր իրականությունը, կարող է արդյոք Հայաստանը դառնալ գլխավոր զարկերակ։ Ինչու ոչ։ Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքականությունը բառացիորեն վերաձևավորվում է մեր աչքի առաջ։ Տեղի ունեցող տեկտոնիկ շարժերը փոխում են ոչ միայն ուժերի բալանսը, այլև տնտեսությունների միջև կապերի ողջ տրամաբանությունը։ Spring PR ընկերությունն արդեն 4-րդ տարին անընդմեջ միավորում է թվային տեխնոլոգիաներն ու մարդկանց և դա անում է ոլորտի լավագույնների հետ։ Բարի գալուստ Doing Digital Forum 2026։ 30 առաջատար փորձագետներ աշխարհի տարբեր անկյուններից, դինամիկ քննարկումներ եւ վերլուծություններ։ Մի խոսքով, արհեստական բանականությունն իր ամբողջ ներուժով ու գործնական հնարավորություններով բացվում է հայկական ընկերությունների եւ սպառողների առջեւ։ Թվային տնտեսությունների եւ թվային հասարակության ձևավորումը մեզ համար ռազմավարական առաջնահերթություն ունի։ Մենք հավատացած ենք, որ մեր ազգային կենսունակության բարձրացման եւ տնտեսության կայուն շարունակական զարգացման նախադրյալներից մեկը իբրև հիմք հանդիսանում են բաց, ապահով, թափանցիկ, պաշտպանված տվյալները, ենթակառուցվածքները եւ վստահության միջավայրը։ Ի սկզբանե Doing Digital Forum-ի նպատակը եղել է Հայաստանը դիրքավորել որպես թվայնացման հաբ, դիրքավորել որպես ինովացիոն հաբ, բայց այսօր մենք խոսում ենք այն մասին, որ վերափոխել ենք մեր նաև մոտեցումները, որովհետև Հայաստանը արդեն ունի ամբողջական պոտենցիալ դիրքավորվելու որպես կամուրջ, թե որպես կամուրջ տնտեսությունների միջև, տեխնոլոգիաների եւ սպառողների միջև, կամուրջ գիտելիքի եւ այն փնտրողի միջև եւ կարծում ենք, որ այսօրվա քննարկումները եւ այն հետաքրքրությունը, որ ունեն միջազգային խոշոր ընկերությունները, այնպիսիք ինչպես Alipay-ը, Alibaba-ն, Visa-ն, Amazon-ը, Anchorage Digital-ը եւ այսպես շատ անուններ, ցույց են տալիս այն, որ մեր երկիրը հետաքրքիր է։ Շվեյցարիայից մինչև Սինգապուր, Գերմանիայից մինչև Միացյալ Թագավորություն եւ Ռումինիա։ Doing Digital Forum 2026-ի առանցքում հայկական եւ համաշխարհային բիզնես ֆինթեք համայնքն է։ Ոչ թե ապագան, այլ արդեն ներկան արհեստական բանականության մասին է, որտեղ Հայաստանը եւս մեծ ասելիք ունի։ Այս պահին Հայաստանի համար իսկապես բեկումնային պահ է, հաշվի առնելով, որ ահռելի ներդրումներ կան մոտ 4 միլիարդի չափով, որոնք ուղղվելու են հենց արհեստական բանականության շուրջ էկոհամակարգի ձևավորվելուն։ Հայաստանի լիդերներն իսկապես շանս ունեն դառնալու նաև համաշխարհային լիդերներ այս ոլորտում։ Այսօր աշխարհը գնում է նրան, որ կազմակերպությունը պետք է դառնա AI կրող կամ AI native կազմակերպություն, ընկերություն, որպեսզի կարողանա այս մրցակցությանը դիմադրել։ Պետք չէ վախենալ, որ արհեստական բանականությունը կխլի ձեր աշխատանքը։ Օրինակ, ես չեմ վախենում։ Մենք պետք է ընդունենք արհեստական բանականությունը եւ դա պետք է լինի ընդհանուր մտածելակերպի փոփոխություն։ Ես արդեն երկրորդ անգամ եմ Հայաստանում եւ կարծում եմ, որ նման ֆորումները չափազանց կարեւոր են, որպեսզի մարդիկ ընդունեն, համայնքները, հանրույթները տեղեկանան, որպեսզի կատարվի այդ մտածելակերպի փոփոխությունը։ Երևանում մեկնարկած թվային տնտեսության եւ ֆինանսական տեխնոլոգիաների թիվ 1 միջոցառմանն այս տարի հատուկ պատվիրակություն ուներ նաեւ հարևան Վրաստանը։ Արհեստական բանականության կիրառումը տարբեր ենթակառուցվածքներում մեծապես կարող է հեշտացնել միջտարածաշրջանային կապերը, նոր թափ հաղորդելով տնտեսության զարգացմանը։ Այսօր օրինակ բեռնափոխադրումները Հայաստանից Վրաստան կամ հակառակը 1 օր է տևում, սակայն վճարումների համար հաճախ ստիպված են լինում 2-3 օր սպասել։ Բայց ֆինանսներ կոչվող թվային համակարգի ներդրման շնորհիվ այդ վճարումները շատ արագ կարող են կատարվել եւ դա իրական առևտրի, իրական տնտեսության համար շատ նպաստավոր կլինի։ Այս տարի Doing Digital Forum-ի գլխավոր շեշտադրումներից են թվային վճարային նոր համակարգերի, բիզնես նոր մոդելների ներդրումը։ 5 կամուրջները քանդվում են, ովքեր, որտեղ եւ ինչպես են կառուցելու նորերը։ Հայաստանի դիրքը շատ մրցունակ է այսօր, հատկապես այն տեկտոնիկ շարժումների, այսպես ասած, կոնտեքստում, երբ այրվում են հազարամյակներով կառուցված կամուրջները, ֆիզիկական, մենք կարող ենք կամրջել թե ֆիզիկական ենթակառուցվածքներով, թե դիջիթալ եւ թվային ինֆրաստրուկտուրայով տարածաշրջանը, Ասիան, Եվրոպան եւ առհասարակ լինել կամրջված եւ միացած աշխարհին։
Փորձի փոխանակում եւ նոր մտքերի գեներացում, որոնք ֆորումից հետո վերածվելու են գործնական համագործակցությունների։ 2023 թվականից մեկնարկած Doing Digital Forum-ն արդեն հասցրել է միավորել ավելի քան 90 նշանավոր խոսնակի եւ շուրջ 4000 մասնակցի Հայաստանից եւ աշխարհից։ Doing Digital Forum-ն այն հարթակն է, որը Հայաստանը դարձնում է իրական կամուրջ, երբ ոչ թե ճանապարհներն են միավորում տնտեսությունները, այլ տվյալները, ալգորիթմները եւ թվային ենթակառուցվածքները։